Սիրելի Աստծո ժողովուրդ, եղբայրներ, քույրեր, ասենք Փառք Հիսուսին։ Մեզ այսօր այստեղ բերել է հավատքը։ Մեկ հավատք։ Եվ մենք բոլորս լցված ենք այդ նույն հավատքով։ Բոլորս։ Դրա համար եկել ենք այսօր երկրպագության, որ մեր Տիրոջ անունը փառավորենք և մենք երկրպագենք նրան և նրան մեծարենք։ Եվ այսօրվա միտքը, որը իմ սրտիս մեջ կա այսօր մի փոքրիկ կիսվելու ձեր հետ, գրված է Տիմոթեոսի թղթերում, առաջի թուղթ Տիմոթեոսի 3-րդ գլուխ 16 համարը։ Եվ այստեղ առաքյալը խոսում է Աստված պաշտության խորհրդի մասին։ Թող Տերը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Լսեք ինչ է գրված։ Աստված պաշտության խորհուրդը հայտնապես մեծ է։ Այստեղ չի խոսում առաքյալը հրաշքների մասին, որը մենք շատ ենք սիրում, չէ՞։ Առաքյալը չի խոսում հրաշալի քարոզների մասին։ Նա չի խոսում ինչ-որ մի շատ փառավոր գործերի մասին։ Նա խոսում է Աստված պաշտության խորհրդի մասին։ Արդյոք հոգևոր մարդի կյանքի մեջ առաջինը Աստված պաշտությունը միտք ունի, թե ոչ։ Երկրորդը կարևոր է, թե ոչ։ Այս երկու հարցին այսօր Աստված օգնի մեզ, որ պատասխանենք։ Աստված պաշտությունը միշտ եղել է Աստծո ժողովրդի մեջ։ Երբ որ մենք նայում ենք առաջի թերթերը Սուրբ գրքի, այնտեղ խոսում է Կայենի և Աբելի մասին։ Նրանք զբաղված են Աստված պաշտությունով։ Երբ որ մենք նայում ենք Աբրահամին, եղբայրներ, քույրեր, Աստված նրան սովորեցրեց Աստված պաշտություն։ Եվ Աստվածաշնչյան ամբողջ պատմությունը մարդուն բերում է հավատքի ճանապարհով Աստված պաշտության։ Երբ որ Իսրայել ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, նրանք ամեն բան ունեին, եղբայրներ, քույրեր, ոսկի ունեին, արծաթ ունեին, Աստված նրանց պահում էր, օրհնում էր, ձրի կերակրում էր և ամենագերագույն կերակուրն էր տալի իրանց, որ ոչ հիվանդանում էին, ոչ մի պրոբլեմ չունեին։ Կարող եք պատկերացնել մոտ 3 միլիոն ժողովուրդ ամեն օր պետք է ջուր խմեր, չէ՞։ Ամեն օր պետք է հաց ուտեր։ Երևանը քանի միլիոն է, ժողովուրդ ջան։ 3 միլիոն կա Երևանը։ Չկա երևի։ Հա, դե պատկերացրեք Իսրայել ժողովուրդը միայն 600,000 տղամարդ են, որոնք կարող են զենք բռնել, չէ՞։ Իրանց հետ բազմապատկեք իրանց կանայք, մայրերը, հայրերը, երեխաները, մի խոսքով մոտ մի 3 միլիոն ժողովուրդ էր։ Ինչքան ջուր էր պետք որ իրանք խմեին։ Ինչքան ուտելիք էր պետք իրանց։ Բայց Աստված այդ ամենը իրանց մատակարարում էր։ Այդ մաննայի մեջ կար ամեն բան։ Եվ ջուր, եւ վիտամիններ, եւ ամեն ինչ իրանց պետք էր։ Եվ նրանց գերազանց էր Աստված իրանց կերակրում, որ իրանք մի հատ չեն հիվանդանում, ոչ գլուխներն էր ցավում, ոչ փորներ ցավում, ոչ թունավորվում էին, ոչ մի խնդիր չունեն։ Բայց տեսեք, եղբայրներ, քույրեր, եկավ մի օր, երբ որ Աստված այդ ժողովրդին սկսեց սովորացնել Աստված պաշտություն։ Նայեք, հավատք ունեին, փրկություն ունեին, հարստություն տվել էր Աստված, ամեն օր կերակրում էր, գիշերը առաջնորդում էր, ցերեկ առաջնորդում էր, ոչ մի խնդիր չունեին։ Նրանք երբեք պրոբլեմ չունեն, այսօր ուր են գնալու։ Միշտ Աստված նրանց առաջնորդում էր։ Կրակեսյունով, ամբեսյունով։ Այսքան օրհնություն ունեցող մարդուն եկավ մի օր եւ Աստված խորանի խորհուրդը տվեց։ Ինչի համար։
Չէ՞ որ խորանից ժողովուրդը օգուտ չուներ նյութական։ Խորանը ոչ մի նյութական օգուտ չբերեց ժողովրդին։ Ոչ ոսկին շատացավ, ոչ արծաթը շատացավ, ոչ մանան շատացավ, ոչ մի բանը չփոխվեց։ Ինչու համար Աստված խորանի խորհուրդը տվեց։ Եվ խորանի խորհրդի միջոցով Աստված սովորեցրեց ժողովրդին երկրպագել կենդանի Աստծուն։ Սովորեցրեց զոհ բերել։ Սովորեցրեց ինչ բան է ապաշխարություն։ Եվ այս բոլոր խորհուրդները եղբայրներ քուրեր միացան խորանի խորհրդի մեջ։ Եվ մենք տեսնում ենք քահանան ամեն օր իր ծառայությունը սկսելով զոհ էր բերում Տիրոջը երկրպագության։ Դա առավոտյան զոհն էր։ Իր ծառայությունը վերջացնելուց նույնպես զոհ էր բերում։ Դա երեկոյան զոհն էր։ Դա մեղքի համար չէր բերում, դրանք երկրպագում էին։ Առավոտյան իր ծառայությունը սկսելով նա մտնում էր սրբության սենյակը եւ այնտեղ երկրպագություն էր անում Տիրոջը։ Երեկոյան ծառայությունը վերջացնելուց նույն բանն էր անում։ Ինչու՞։ Միթե այն հոգևոր կյանքը, որ ուներ Աստծո ժողովուրդը, բավական չէր։ Նորից եմ կրկնում։ Հարստություն Աստված տվել էր, ուտելիք տալիս էր, շորերը չեր մաշում, կոշիկը չեր մաշում, իրանք չեն հիվանդանում։ Դրանից մեծ օրհնություն կարելի է պատկերացնել։ Բայց Աստված օրհնելով իրանց սովորեցրեց աստվածպաշտություն։ Հիմա մեր հոգևոր կյանքը նույնպես եղբայրներ քուրեր բաղկացած է երկու կարևոր բանից։ Ինչի համար ենք մենք օգտագործում մեր հավատքը։ Ինչի համար։ Հավատքը օգնում է մեզ, որ օրհնություն վայելենք Տիրոջից։ Հավատքը օգնում է մեզ, որ նյութական հարցեր լուծվեն։ Հավատքը օգնում է մեզ, որ աղոթենք մեր երեխաների համար, մեր ընտանիքների համար։ Եվ կարծես թե ինչ լավ բան է լինել հոգևոր մարդ, հավատացյալ մարդ։ Աստված ամեն ինչ տալիս է։ Եվ նույնիսկ որ մենք խոսում ենք մարդկանց հետ, Աստծո խոսքը վկայելով ասում է, որ ես գամ եկեղեցի, Աստված ինձ այս բաները կտա։ Կարծես առավոտերի մեջ եմ մտնում Աստծո հետ։ Բայց դա աշխարհային մարդիկ են։ Հիմա մեր հայացք ուղենք հոգևորների վրա։ Մենք գալիս ենք պաշտամունքի, օրհնություն ենք սպասում, չէ՞։ Լավ քարոզ ենք սպասում։ Մենք գալիս ենք պաշտամունքի, որ Աստված մեր աղոթքին պատասխան տա։ Եվ դա կարծես դրել ենք ամենաբարձրագույն գագաթնակետին։ Բայց Աստված մեր բոլոր աղոթների պատասխանը արդեն բերել է եղբայրներ քուրեր։ Մենք հələ չենք հասցրել աղոթել, Աստված արդեն պատասխանը բերել է։ Որտև նա գիտի ինչ է այսօր քեզ անհանգստացնում։ Աստված նաև գիտի վաղը ինչ է անհանգստացնելու ինձ եւ քեզ։ Եվ դրա պատասխանն էլ այսօր բերել։ Նա գիտի վաղը չէ մյուս օրը ինչ է մեզ պատահելու, դրա պատասխանն էլ այսօր բերել, բայց մենք չգիտենք։ Եվ ուզում եմ այսօր ասել, որ մենք ընդունակ չենք Աստծուց խնդրել այդքան օրհնություն, ինչքան նա արդեն պատրաստել է մեր համար։ Մենք ուզում ենք ասենք մի կիլո ինչ-որ մի ապրանք, բայց Աստված մեզի 100 կիլո է բերել արդեն, չէ՞։ Որտեվ գիտի վաղը էս երկ քեզ պետք է լինելու, մյուս օրը այնի այ քեզ պետք է լինելու։ Դրա համար եղբայրներ քուրեր մեր հավատքի գլխավոր մղումը թող չլինի հոգսերի լուծումը։ Ամենագերագույն նպատակը հավատքի դա Աստված պաշտությունն է։ Եսեք մենք եկել ենք այսօր պաշտամունքի եւ ամեն մեկս ինչ որ բան ենք ուզելու Հիսուսից։ Իսկ հարց Հիսուս եկել է պաշտամունքի այսօր։ Եկել է։ Հավատում եք դրան։ Եվ մենք հավատում ենք, որ նա արդեն օրհնություններ է բերել։ Բայց երկրորդ հարցը. իսկ ինքը ինչ է սպասում մեզանից։ Ինչ է սպասում մեզանից։ Խոնարհություն միայն։ Հետո ինչ է սպասում։ Թե սպասելու բան չունի Աստված, մենակ եկել է տա ու գնա։ Հիշում եք եղբայրներ քուրեր, երբ որ Քրիստոսը հանդիպեց
Սամարացի կնոջը։ Եվ զրույցի մեջ սամարացի կինը երկրպագության հարցը բարձրացրեց։ Հիշում եք։ Անհավատ կին էր, Աստծո մասին գիտեր, բայց ապրում էր մեղավոր կյանքով։ Բայց շատ պարզ գիտեր, որ հոգևոր կյանքի գլխավոր խնդրեմը ոչ թե օրհնություն ապրելն է, այլ երկրպագությունն է։ Դրա համար նա Հիսուսի հետ զրուցելով երկրպագության հարց բարձրացրեց։ Չասեց ինձ տուրենի, ասեց մեր հայրերը ասում են պետք է երկրպագել Երուսաղեմում, մյուս ասում է չէ այս արում երկրպագել։ Եվ տեսեք Հիսուսը ինչ կարևոր միտք է ասում։ Ճշմարիտ ասում եմ քեզ, ահա գալիս է ժամանակ եւ եկել է արդեն, որ ճշմարիտ երկրպագողները պիտի երկրպագեն հորը, հոգով եւ ճշմարտությունով։ Դուք չի խոսում օրհնության մասին, չի խոսում աղոթքի պատասխանների մասին։ Հիսուսը խոսում է երկրպագության մասին։ Եվ ավելացնում է. քանզի այդպես երկրպագողներ օգնեք հիշեմ, հայրը միտեղ գրված է փնտրում է, մյուս թարգմանության գրված է ուզում է, չէ՞։ Ուզում է։ Ուրեմն Աստված ինչ է ուզում այսօր մեզանից։ Ինչ է ուզում։ Աստված պաշտություն ազում, չէ՞ Աստված, որ մենք երկրպագենք։ Իսկ ինչ բան է երկրպագություն, եղբայրներ քույրեր։ Շատերը ասում են, մենք երկրպագում ենք քեզ, Տեր Աստված, երկրպագում ենք, բայց պաշտամունքը վերջացավ, գնում են չար գործերին։ Ինչ բան է երկրպագել ասում։ Պաշտել ասում։ Օրինակ մենք գիտենք, որ երկրպագությունը Աստված պաշտությունը եկել է երկնքից։ Ինչ է կարծում, երկնքում կա Աստված պաշտություն։ Ինչ որ կան անձեր, որոնք երկրպագում են Աստծուն։ Եվ այդ պաշտամունքը երկնքում չի վերջանում, չէ՞։ Ինչ է կարծում, Աստծուն երկրպագողները կեղծավոր են երկրպագում, թե անկեղծ։ Անկեղծ, չէ՞։ Հրեշտակները երկրպագում են Աստծուն անկեղծ։ Իսկ եկեղեցին, եղբայրներ քույրեր, այսինքն ես եւ մենք բոլորս այստեղ գտնվողները եւ բոլոր հոգեվորները աշխարհի վրա նույնպես կանչված են Աստված պաշտության եւ երկրպագության։ Իսկ ինչ է կարծում, մենք արդեն հաստատեցինք, որ հրեշտակները չեն կարող կեղծավոր երկրպագել։ Իսկ մենք մարդիկ ինչպես պետք է երկրպագենք ասում։ Կարելի է կեղծավոր երկրպագել ասում, թե անկեղծ պիտի երկրպագենք։ Իսկ ինչ բան է անկեղծ երկրպագություն։ Դա նշանակում է, որ դու Աստծուն եւ ես Աստծուն երկրպագում ենք եւ պաշտամունքի ժամանակ, եւ մեր տանը, եւ Կիրակի օրը, եւ երկու շաբթի, 3 շաբթի, մինչեւ շաբաթ օր Կիրակի օրն եկեղեցու հետ, չէ՞։ Դա Աստված պաշտ մարդ է, նա Աստվածապաշտ մարդ է, ամեն օր, և նրա երկրպագությունը լինում է և առավոտյան և երեկոյան, որտև Աստված բոլորի սպասում է այդ երկրպագությանը։ Մի իմացեք, որ օրը Աստված մեզ տվել է մեր հոգսերը հոգալու համար, նա օրը տվել է մեզ իրան երկրպագելու համար։ Ես մի անգամ հետաքրքիր բան ապրեցի։ Միշտ եղբայրներն ասում էին առավոտյան լավ է գնանք աղոթելու։ Ես էլ առավոտյան ժամը 5-ին, դա սարերում էր, այնտեղ ճամբար ունենք մեր ռեգիոնում, ժամը 5-ին, երբ որ բոլորը քնած են, դուրս եկա ճամբարից եւ բարձրացա սարը։ Եվ մեծ ձոր էր, շատ երկար ձոր էր։ Եվ գիտեք ինչի վրա զարմացա եղբայրներ քույրեր, Արեգակը նոր էր բարձրանում, նոր էր բարձրանում, հենց Արեգակի առաջի ճառագայթները ծակեցին խավարից, մի հրաշալի բան տեղ ունեցավ, այդ ամբողջ ձորը անտառներով էր ծածկված, այդ ամբողջ ձորը լցվեց թռչունների երգով, պատկերացնում եք, թվում էր, թե միլիոնավոր թռչուններ խոր են կազմել։
Եվ այնպես գեղեցիկ էին երգում, մեկը մեկին չէր խանգարում։ Մի հատ գեղեցիկ սենց երգի գետ էր խոսում։ Ձորի ներքևում շատ զորավոր գետ է խոսում, մեծ աղմուկով, բայց թռչունների ձայնը ծածկում էր գետի ձայնը։ Եվ դա տևեց մոտ մի 45 րոպե։ Հենց արդեն արեգակը բարձրացավ, լուսավորվեց ամեն բան, մի անգամից երգը կտրվեց։ Կարծես թե այդ բոլոր թռչունները մի հատ ռեգենտ ունեին։ Մնացին ընդամենը մի քանի թռչունների ձայն։ Մի 10 րոպե իրանք երգեցին, հետո վերջը մնաց մեկը։ Նա էլ մի 5 րոպե երգեց ու վերջացավ։ Եվ եղբայրներ քուրեր, իմ սրտիս մեջ ես շատ ազդվեցի։ Տեսեք, կենթանի աշխարհը նա սովոր է Աստծուն երկրպագելու։ Եվ չի ասում, այ մարդը նստանում է, այ մարդ այսօր զբաղված եմ, կամ ես եմ ինչ, չէ, այսօր հոգսեր ունեմ, գլուխս ցավում է, հավես չունեմ։ Ոչ, նրանք գիտեն, եթե Աստված այս ճառագայթները չտա, այս լույսը չտա, իրանք սոված են մնալու։ Եթե մի երկու օր այդպես չեղավ, իրանք արդեն կսատկեն։ Եղբայրներ քուրեր, մենք հոգևոր ենք։ Եվ մենք գիտենք, եթե Աստծո լույսը չճառագայթի մեր գաղափարում, մեր սրտում եւ մեր մթնոլորտում, մենք հոգևոր կմեռնենք։ Համաձայն եք։ Եկեք այսօրվանից մեր սրտի մեջ այդ հաստատությունը դնենք։ Տեր Աստված, ամեն առավոտ, ամեն երեկո ես քեզ երկրպագելու եմ։ Ով ուզում ալ իմ կողքը, ես քեզ պետքա երկրպագեմ։ Կտևի այդ երկրպագությունը մի րոպե, 2 րոպե, կես ժամ, դա ուրիշ հարց է։ Բայց Աստծուն ժամանակ հատկացրում։ Եվ մենք եղբայրներ քուրեր անդրադառնանք մեր տեքստին, որից սկսեցինք։ Աստված պաշտության խորհուրդը հայտնապես մեծ է։ Աստված մարմնով հայտնվեցավ։ Խոսքը Քրիստոսի մասին է։ Հոգով արդարացավ։ Երևեցավ հրեշտակներին։ Քարոզվեց հեթանոսների մեջ, հավատքով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։ Ինչ կապ ունի եղբայրներ քուրեր Աստված պաշտությունը այս բոլոր թված հարցերի հետ։ Ինչ կապ ունեն։ Աստված պաշտություն եւ Աստված մարմնով հայտնվեցավ։ Մեր փրկության հարցը կապված է Քրիստոսի մարմնավոր գալու հայտնության հետ։ Եթե նա մարմնով չհայտնվեր, մենք ոչ մեկս չենք փրկվի։ Եվ սա էր հոր կամքը։ Եվ նա ասեց, ահա հայր գնում եմ քո կամքը կատարելու։ Աստված պաշտությունը սկսում է Աստծո կամքը ընդունելով եւ համաձայնվելով Աստծո կամքի հետ եղբայրներ քուրեր։ Եթե մեր սրտի մեջ կա Աստծո կամքի հետ համաձայնություն, մենք ընդունակ եք իրան երկրպագելու։ Այն մարդը, որը պատերազմում է Աստծո կամքի հետ, նա ընդունակ չի երկրպագելու Տիրոջը։ Երկրպագությունը դառնում է դերասանություն, կեղծավոր երկրպագություն։ Մենք տեսնում ենք Քրիստոսի աստվածպաշտությունը կապված էր, որ նա կատարյալ հոր կամքը ընդունեց։ Ինչ կար այդ կամքի մեջ։ Առաջինը նա մարմին պիտի հագներ, պետք է նսեմանար եւ մարդ դառնար։ Եվ մենք շարունակում ենք եղբայրներ քուրեր։ Գրված է հոգով արդարացավ։ Ապրելով մարմնի մեջ նա հոգով միշտ արդար էր մնում։ Անկամ երբ որ աշխարհի բոլոր մեղքը դրվեց նրա մարմնի վրա, նրա հոգին մնում էր արդար։ Նա մարմնով մեր մեղքերը խաչը հանեց։ Սա Աստծո կամքն էր։ Եվ նա համաձայնվեց այդ կամքի հետ, եղբայրներ քուրեր։ Գրված է երևեցավ հրեշտակներին։ Ինչ է նշանակում երևեցավ հրեշտակներին։ Միթե հրեշտակները չեն ճանաչում Քրիստոսին։ Միթե չեն տեսել Քրիստոսին։ Գրված է երևեցավ։
Եղբայրներ, քուրեր, հրեշտակները երբեք չեն տեսել, որ Աստծուն կարելի է դատել։ Հրեշտակները երբեք չեն տեսել, որ Աստծու երեսին կարելի է թքել։ Նրանք տենց բան երբեք չեն տեսել։ Հրեշտակները երբեք չեն տեսել, որ Աստծուն կարելի է խաչել։ Աստծուն կարելի է ծեծել։ Նրանք տենց բան չեն տեսել։ Նրանք Քրիստոսին ճանաչում են միայն, որ երկրպագեն իրան, ահով եւ դողով։ Նրանք փառաբանում են Քրիստոսի երկնքում։ Բայց եկավ մի ընթացք, երբ որ Քրիստոսը այդ նույն հրեշտակների առջև պիտի ծեծվեր, խաչի մահ ընդուներ, պիտի նսեմանար։ Հրեշտակները նման բան չեն տեսել։ Սուրբ գրքի մեջ չկա ոչ մի համար, որտեղ նկարագրվի ինչ-որ մի դեպք, որ հրեշտակին ինչ-որ մի երկնքից իջած անձնավորության մարդը կարողանա նեղացնի։ Աստված երբեք թույլ չի տվել այնց բան, որ երկնքից իջած ինչ-որ մեկին մարդը կարողանա նեղացնել։ Բայց Քրիստոսը ընդունեց եւ դատը, եւ ծեծը, եւ խաչելությունը, եղբայրներ, քուրեր։ Այդ ամենը ընդունեց Քրիստոս։ Որովհետև սրանում էր հոր կամքը, սրանում էր Աստված պաշտության խորհուրդը։ Եբրայեցիս թղթում 2-րդ գլխում 9-րդ խոսքի վերջի նախադասության մեջ հետևյալն է գրված. որպեսի Աստծո շնորհքով բոլորի համար մահ ճաշակի։ Եղբայրներ, քուրեր, մենք սովոր ենք քարոզել Եփեսացիս թղթից, որ մենք փրկված ենք շնորհքով։ Մենք գնված ենք շնորհքով, մենք ապրում ենք շնորհքով, մենք հաղթում ենք շնորհքով, եւ դա ճշմարտություն է։ Բայց այդ նույն շնորհքը, որով մենք փրկվել ենք, այդ նույն շնորհքով Հիսուս Քրիստոսը մահ ճաշակեց բոլորիս համար։ Միթե սրա մեջ կա ճշմարտություն։ Շնորհքով արդար Քրիստոսը մահ ճաշակում, այդ նույն շնորհքով մեղավոր մարդը կյանք է ճաշակում։ Որումն է սրա մեջ ճշմարտությունը կամ արդարությունը։ Մենք ասենք ոչ, արդար չի։ Ոնց կլինի։ Այդ ինչ շնորհք է, այդ ինչ գործ է, որ մեղավորը այդ գործով պիտի ապրի, իսկ սուրբը պիտի մեռնի։ Բայց սրանում էր հոր կամքը, եղբայրներ, քուրեր։ Սրանում էր Աստված պաշտության խորհուրդը, որ Քրիստոսը սուրբ լինելով մեր համար պիտի մահ ճաշակեր։ Իսկ մենք այդ նույն շնորհքով կյանք պիտի ճաշակենք։ Ասեք, Աստված մեզ շատ է սիրում, թե ոչ։ Ասեք, Աստված պաշտության խորհուրդը մեծ է, թե փոքր է։ Մեծ է, չէ՞։ Եվ Քրիստոսը մտավ այդ Աստված պաշտության խորհրդի մեջ։ Դրա մեջ կար իր համար խոնարհություն, դրա մեջ կար իր համար մահ, որը պիտի ճաշակեր, դրա մեջ կար դատաստան մարդկության կողմից, բայց այդ ամեն ճանապարհը Քրիստոս անցավ սիրով, եղբայրներ, քուրեր։ Նա սիրով ընդունեց Աստված պաշտության խորհուրդը։ Նա սիրով հաղթեց։ Եվ մենք այսօր այդ շնորհքի հետևանքն ենք Տեր օրհնի բոլորիս։ Այդ շնորհքը գործում է մեր կյանքում։ Մենք այդ Աստված պաշտության հետևանքն ենք աշխարհի վրա։ Մենք սովորում ենք Հիսուսից Աստված պաշտություն, եղբայրներ, քուրեր։ Սա է ճշմարիտ Աստված պաշտությունը։ Սա է կենթանի Աստված պաշտությունը։ Փիլիպպեցիս թղթում Քրիստոսի վերաբերյալ Պողոս առաքյալը գրում է հետևյալը. ասում է, որ ճանաչեմ Քրիստոսին, ճանաչեմ նրա հարության զորությունը, եւ հետո ինչ է գրում, եղբայրներ, քուրեր։ Հրաշքներ գործել սովորեմ, լավ քարոզիչ դառնամ, իմ հոգսերին պատասխաններ ստանամ։ Ոչ, գրված է, նրա տանջանքներին մասնակից դառնամ։ Եվ հետո ավելացնում է, եւ նրա մահվանը գից դառնամ։
Սա է Աստծո ճանապարհը, սա է եղբայրներ քուրեր հոգևորությունը, սա է աստվածպաշտության խորհուրդը։ Ցավոք սրտի այսօր կարող է մարդ տարիներով գա եկեղեցի, բայց սրտի մեջ խաղաղություն չունենա։ Տարիներով գա եկեղեցի, բայց կռվարար լինի։ Տարիներով գա եկեղեցի, բայց խաբեբա լինի, հպարտ մնա։ Ուրախանա միայն Հիսուսով, որ ես ճանաչում եմ Հիսուս Քրիստոսին, ես իրան սիրում եմ, բայց իր հարության զորությունը չկա այդ մարդու մեջ։ Բայց Քրիստոսի տանջանքները չէ, գործ չունեմ դրանց հետ։ Ես չեմ ուզում խոնարհվեմ, ես չեմ ուզում հալածանք կրեմ, ես չեմ ուզում լուր մնալ Հիսուսի նման։ Իսկ վերջը, իշ մեկ Պողոս առաքյալը ասում է, ես Քրիստոսի մահը իմ մարմնի մեջ եմ կրում։ Միթե առաքյալը շփոթվում էր։ Ոչ։ Սա աստվածպաշտության խորհրդի մեծությունն է։ Նմանվել Քրիստոսին եւ իրան նման մտնել աստվածպաշտության մեջ։ Եվ այս նմանությունը եղբայրներ քուրեր մենք ունենք ամեն օր, ոչ թե միայն Կիրակի օրը։ Այս նմանությունը Քրիստոսին տարիներ ի շարունակ պիտի ղեկավարի մեզանով եղբայրներ քուրեր։ Թող Տիրոջ փառքը այսօր իջնի մեր բոլորիս վրա։ Եվ շարունակում են գրվածա Պողոս առաքյալը Տիմոթեոս թղթում հետևյալն է ասում. Նա քարոզվեց հեթանոսների մեջ, ժողովուրդների մեջ եւ համբարձվեց փառքով։ Սա եկեղեցու ճանապարհը։ Եկեղեցին պիտի փառքով համբարձվի երկինք, այդ օրը գալու է։ Ինչպես Քրիստոսը, այնպես էլ Քրիստոսինները։ Եվ Աստծո խոսքը ասում է, ով ինձ պատվի, Քրիստոս իր մասին է վերաբերում։ Վերագրում այս պատվելը, ով ինձ պատվի, ուրեմն նմանվի ինձ։ Նրան հայրը ինչ պիտի անի։ Պիտի պատվի։ Դեսեք ինչ գեղեցիկ ճանապարհ է նկարել Աստված մեր համար։ Հոգևորությունը միայն հոգսերի պատասխանը չի։ Հոգևորությունը նմանվել Քրիստոսին։ Հոգևորությունը սովորել Քրիստոսից Աստված պաշտություն։ Հոգևորությունը մտնել Քրիստոսի փառքի մեջ եւ փառքով համբարձվել երկինք։ Եվ նման մարդկանց հայրը պիտի պատվի հրեշտակների առջև։ Նման մարդկանց հայրը պիտի փառքով ծածկի հրեշտակների առջև։ Ընդունում եք սա եղբայրներ քուրեր։ Ընդունենք Աստծո փառքը թե ոչ։ Եվ այդ փառքը այսօր այստեղ ներկա է։ Եվ այդ փառքը այսօր մտնելու է մեր սրտերի մեջ։ Դա Աստծո կամքն է, որտեղ Աստված պաշտություն, այնտեղ Աստծո փառքը։ Ուզում եք Աստծո փառքի մեջ ապրեք, ամեն օր պաշտեք Տիրոջը։ Բայց եթե առավոտյան ես զարթնում եմ, բայց գլուխս ամբողջովին լցված է հոգսերով, խնդիրներով, եւ ժամանակ չունեմ ասում պաշտելու, մեր սիրտը խավարում է եղբայրներ քուրեր։ Աստված պաշտության փառքը հեռանում է մեզանից։ Էլի մնում ենք քրիստոնյա, էլի մնում ենք եկեղեցու անդամ, բայց սրտում խավար է տիրում, տրամադրություն չկա, ծանր մտքեր, մտքի բռնվածություններ, ատելություններ եւ տարբեր խնդիրներ։ Երբ որ մարդու միտքը բռնվում է եղբայրներ քուրեր, խոսքս հոգեվորների մասին է, նա գիշեր ցերեկ չի կարող հանգստանալ։ Գիշերն էլ չի կարող քնի, որտեղ այդ մտքերը տանջում են մարդուն։ Բայց ինչքան գերազանց է Քրիստոսի ճանապարհը, որը տրված է մեզ, որ ես եւ դու առավոտից մինչև երեկո, կիրակից մինչև մյուս կիրակի ապրենք Աստծո փառքի մեջ։ Տերը փառավորվի եղբայրներ քուրեր։ Թող Աստծո զորությունը այսօր իջնի բոլորիս վրա։ Մենք պատրաստ ենք երկրպագելու Տիրոջ այդպես, հա թե ոչ։ Դե հիմա ոտքի կանգնենք եւ աղոթքով գանք Աստծո առջև։